Քո երկրորդ կեսը երբեք չի հայտնվում արտաքին աշխարհում, մինչև առաջին կեսը չլիացվի ներսում։ Մի փնտրիր կիսատ մարդկանց, ովքեր իրենց լիարժեք չեն զգում։ Երբ քո ներքին ամբողջությունը լցված լինի, քո հոգու մագնիսը ինքն իրեն կսկսի գործել։ Այսօր շատերը փնտրում են իրենց երկրորդ կեսին, հոգևոր զուգընկերոջը։ Նրանք զգում են իրենց թերի, առանց այդ հատուկ մարդու, ով իբր պետք է լրացնի իրենց կյանքը։ Բայց սա պատրանք է, դու երբեք կես չես եղել, դու ամբողջ ես, սա է քո իսկական էությունը։ Եթե դու հարաբերության մեջ ես մտնում, միայն այն պատճառով, որ քեզ կես ես զգում, եթե մենությունը քեզ լցնում է վախով կամ թախիծով, այդ նույն էներգիան դու կբերես հարաբերության մեջ, եւ այդ չլուծված վախերն ու ցավը կդառնան ձեր կապի մշտական ստվերը։ Լիացրու ինքդ քեզ սիրով, գտիր քո երջանկությունը քո ներսում, ստեղծիր մի ներքին տարածք, որտեղ դու խաղաղ ես, ազատ ես եւ ամբողջական։ Սովորիր սիրել քո մենությունը, քանի դեռ փորձում ես փախչել մենությունից, դու միշտ կմնաս միայնակ, քանի որ այդ փախուստը քո իսկ էությունից է։ Բացահայտիր քեզ, գտիր ուրախությունը քո ներսում, դարձիր այն մարդը, ում միշտ փնտրել ես ուրիշների մեջ։ Երբ դու դառնում ես լիարժեք եւ խաղաղ, այդ լույսը բնականորեն ձգում է այն մարդկանց, ովքեր ապրում են նույն սիրո եւ ներդաշնակության հոսքում։ Ուրախացիր ու սիրիր առանց պահանջների, թույլ տուր մարդկանց գալ քո կյանք, խոսել, ծիծաղել, լինել ազատ։ Եթե մնում են հրաշալի է, եթե հեռանում են, թող գնան սիրով։ Սիրիր առանց կապանքի, առանց պահանջների, առանց վախի։ Վայելիր ներկայությունը եւ շնորհակալ եղիր կյանքի համար։ Սովորեցրու նաեւ նրանց սիրել, իրենց սեփական մենությունը, գտնել իրենց իրական էությունը։ Այսպիսի սիրո մեջ պիտակները կորցնում են նշանակությունը։ Ընկեր, զուգընկեր, սեր, մնում է միայն հոգու կապը, եւ այդպես դու կգտնես քո իսկական երկրորդ կեսը, քո ներսում, մենության վախը կլուծվի, եւ նրա տեղում կմնա միայն լույս ու սեր։ Տիեզերական ներդաշնակությունը սկսվում է այն պահին, երբ ինքդ քո մեջ ես գտնում քեզ ամբողջական, խաղաղ ու սիրառատ։